Մեր բոլորիս խնդրանքը մեկն է։ Ուրեմն մենք ունենք օդաչուների մի խումբ, որը որ մինչև 1999 թիվը, եթե ես դες մի անգամ մի փոքր ծանոթացրել եմ, մինչև փոփոխությունը քաղաքացիական օրենսդրության մեջ, ուրեմն իրանք արդեն հրամանով ամեն ինչով վնասի հատուցումներ են ստացել։ Ու այդ հատուցումները որոշակի առողջությանը պատճառած նպաստներ են։ Վնասի վերականգնման էլ վնասի հատուցման։ Հա։ Բայց 2004 թվականին այն հին որոշումը վերացվել է։ 2004 թվականին վերացվել է հին որոշումը, մենք գտնում ենք որպես իրավաբաններ, որ քան որ գերակայող օրենքը մեր սահմանադրությունն է, իսկ հանրության 42 հոդվածը ասում է, որ նոր օրենքը եթե վատթարացնում է վիճակը, ուրեմն հետադարձություն չունի։ Քան որ սա վատթարացնում էր, ուրեմն հետադարձություն չուներ։ Ու մենք դրա կապակցությամբ երկու ֆրոնտով հայտարարություններ ներկայացրեցինք։ Մեր հիմա խնդրանքը, ուրեմն պարոն Շամչյան, ինչա որ մենք ունենք այս ավիաուղիները ունեն ակտիվներ, բանից պարզվում է։ Այդ ակտիվներից մեկը ընդհանրապես իրանից ոչ մի բան չի ներկայացնում, քանի որ այդ ինքնաթիռ է AU-76, որը որ լրիվ ռասկուլաչներ են, թալանված է, բացի դրանից դոմոձեդվա ուրեմն օդանավակայանին ինքը, այսինքն ավիաուղիները պատկա ավելի շատ մի քանի անգամ, քան դրա ինքնարժեքն է։ Ինքնարժեքը $116,000, իսկ պատկը արդեն հիմա կազմում է $1 միլիոն։ Այսինքն դա դուրս գրելու բանը մեծ խոսք է տվել, որ եթե մյուս ակտիվը, որը Սևան հարակից հողեր են 11 հեկտար, որը 11.8, այդ հողերը, ուրեմն ինչ գնով որ դրեցին, մի քանի անգամ աճուրդի դրեցին, չի վաճառում, ընդհանրապես մարդը չի մոտիկանում։ Ուրեմն պետությունը խոսք տվեց մեզ, նույնիսկ անցած տարի մինչև 2012 թվականի սեպտեմբերի 20-ին ես հիշում եմ, որ ասում են, որ այդ պետությունը պետք է առնի այդ հողերը, որտեղ բացի պետությունից ոչ մեկը չի առնի, որտեղ եթե հաշվում ենք քառակուսի մետրը 4,000 դրամ, կազմում է 460 միլիոն դրամ։ Լավ, շատ ներողություն, հիմա ինչքան օդաչու է թիվը։ Ասեմ, ուրեմն մեր դիմաց օդաչուները 16 հոգի են, բայց բացի այս 16-ը կան նաև որոշակի խումբ, որը զբաղվում են մեկ ուրիշ իրավաբաններ, դուք կճանաչեք երևի Կարենին, Մեջնումյան, նա է զբաղվում իր գրասենյակով։ Այսօր իրանց մոտ հավաք է կազմակերպված, ես դες ասացի ժամը 3-ին, ուրեմն դրանք էլի ամեն անգամ ուրբաթ օրերը հավաքվում են պրեզիդենտի ապարատի դիմաց, այսօր էլ հավաքել են իրանց ներկայացուցիչն են ուզում փոխեն, վերջը, այս կազմակերպությունը շատ միշտ իրար հետ ամեն ջանում են, սակայն որևէ հաջողության չեն հասնում։ Հիմա ձեր հույսը որ կառույցն է։ Մեր հույսը արդեն մեր հույսը էլի դատարանն է։ Վերջին հույսը մեր դատարանն է։ Ամեն դեպքում մեր կարծիքով պետական աջակցություն պետք է լինի, որպեսզի այս մարդկանց օգնեն, որովհետև 2004 թվականից պայքարում են այս մարդիկ իրենց իրավունքների համար, երկար տարիների թե պատերազմի ժամանակ ինքնաթիռներով օգնություն են ցույց տվել մարդկանց, բակվի ջարդերի ժամանակ, երկրաշարժի ժամանակ մեծ ավանդ ունեն երկրի համար եւ նրանց առողջությանը վնաս է պատճառվել, հաշմանդամներ են դարձել օդաչուները եւ մինչ այսօր այդ առողջության նպաստները չեն կարողանում ստանալ։ Այն կառավարության որոշումը, որը որ նախատեսված է, որ պետությունը հանդինած սոցիալական ապահովության մամլի պետք է փոխհատուցի այդ նպաստները, եթե հայկական ավիաուղիները սնանկ է ճանաչում, 2004 թվականի կառավարության մեկ այլ որոշմամբ փաստորեն վերացվեց այդ որոշումը եւ 2004 թվականից այս մարդիկ ամեն ուրբաթ օր հավաքվում են նախագահի աշխատակազմի մոտ, բարձրաձայնում են, ունեն դատական վճիռներ բազմաթիվ ի վնաս իրենց եւ փաստորեն սահմանադրությունը, որ երկրի բարձրագույն օրենքն է, 42 հոդված ասում է, որ խստացնող օրենքը հետադարձ չունի, այսօր չի կիրառվում եւ այս մարդիկ ասում են սնանկության բարույթը ավարտված չի, ինչ-որ հողակտոր չի վաճառվում, անդադ աճուրդի դրվում չի վաճառվում եւ այսօր նրանց խանգարում է այդ սնանկության բարույթը, որը 8 տարի, շուրջ 8 տարի մեր կարծիքով միտումնավոր ձգձգվում է եւ այս հարցին լուծում չի տրվում։ Մենք պարզապես այս օդաչուները, այս հաշմանդամ օդաչուները
պարզապես պետական աջակցություն են խնդրում, պետական մոտեցում են խնդրում, որ քաղաքական այրերս հանդինս հանրապետության նախագահի ի վերջո աջակցի այս մարդկանց, իրենց ինչ են խնդրում մարդիկ, երկարամյա աշխատանքային փորձ ունեն, երկարամյա ներդրում ունեն, ավանդ ունեն այս երկրի համար, խնդրում են, որպեսզի իրենց նպաստները, առողջությանը պատճառած նպաստները փոխհատուցվեն իրենց։ Այնինչ որ օրենքով իրենց հասնում է, ի վերջո կիրառվի այդ օրենքը եւ այս մարդիկ կարողանան ստանան իրենց առողջությանը պատճառած նպաստները։ Այո, փոխհատուցումները ստանան։ Կան երկրներ, որ փոխհատուցում բան կատարվում է, չէ՞։ Միայն ոչ կա, բոլոր երկրներում ամբողջ աշխարհը բացի մեզան։ Աշխարհում ընդունված այդ օրենքը։ Ամբողջ աշխարհը։ Արևապետությունը, Վրաստանը եւ այլն, որ այնտեղ էլ կամ ասում ենք այդ մեր հարևանները, նրանք բոլորը այդպիսի բան չեղեն, որ կանգնեցնեն եւ նրանք իրենց փոխհատուցումը չստանան։ Ամենտեղ կա այդ օրենքը գործում է եւ ստանում են։ Մեր մոտ ուղղակի չգիտես ինչու, մենք էլ ենք ստանում, որ այդ ամեն ինչ կարգին է։ 2004 թվականից արդեն կանոնեցին, վերացեցին տարբեր 100-ավոր ընկերներ ունենք օտաչուները, ամեն մի ռեսպուբլիկայում, որ դարձավ պետություն, բոլորն է ստանում են, բացի մեզանից։ Ռուսաստան, աշխնավոր 90 տարեկան է։ Մեկը եթե խոսում, բոլորդ լսեք։ Նույն ձևի, նույն տեսակի, այսինքն այն պահանջը, այն խնդրանքը, որ մենք դիմում ենք, անտեսվում է, պատասխանը գրվում է նույն ձևով, ոնց որ այն սկզբից մերժել են։ Այսինքն դատական կարգով դուք ունեք ակտիվներ եւ այլն։ Մենք գրեցինք ների հետ միասին, գրեցինք նաեւ նախագահային առանձին ու նշեցինք իրանց կատարած թե ինչ Բաքվի դեպքերի ժամանակ ինչքան մարդ են բերել, ինքնատիրը այնքան է բարձված եղել մարդկանցով ուղևորներով, որ վտանգ են մտցրել։ Ու այդ ձևով մարդկանց բերել են իրանք իրանց կյանքի գնով, իրանց առողջության գնով, զենք են տեղափոխել։ Հիմա են ասում, այն ժամանակ բոլորը դա գաղտնի էր, հիմա իրանք ասում են, զենք են տեղափոխել։ Արդյոք իրանք այսքան տարիների այդ ամագը ոնց որ ասում են, որ պետության առաջ ունեցել են, իրանք չունեն ստանալու իրանց առողջության վնասի հատուցում։ Հիշեք։ Ինչ է։ Կրասնավոցկից, Բաքվից եւ Կիրովաբադից գեր ծանրաբերված մեր հայերին տեղափոխեցինք Հայաստան։ Ղարաբաղում 15 օդաչու զոհվեց։ Ղարաբաղի ազատագրման համար կոմանդոսը Զորի Բալայանը եւ Քերոլայն Կոքսը անգլուհին այնքան են մեծարում մեզ, որ մենք եթե չլինեինք, կոմանդոսը ասում է, եթե չլինեին մեր հայ օդաչուները, մենք մեր ծոծորակը կտեսնեինք Ղարաբաղի ազատագրումը չէինք տեսնի։ Շուշին չէինք տեսնի։ Ուր է այսօր այդ հարգանքը, իսկ որպեսի վերջացնեմ, հաշմանդամ օդաչուների վերաբերյալ որոշում կայացվել է Մոնրեալում, Կանադայում, որտեղ գտնվում է ICAO-ի ղեկավարությունը։ Նրա ճյուղերը գտնվում են Փարիզում եւ Անգլիայում, այսինքն ենթակառուցվածքները։ ICAO-ի անդամ է Հայաստանը 1995 թվականից։ Այսինքն առողջությունը կորցնելու նպաստ ստանալու համար միջին աշխատավարձի 60%-ը ընդունված է ICAO-ի կողմից, որի անդամը Հայաստանն է հանդիսանում, բայց չի կատարում ICAO-ի պահանջները։ Մենք մինչև 2003-4 թվականը, որը հայկական նավայողները միտումնավոր լուծարվեցին, դրանից հետո մեզ նպաստներ չեն տալիս մեր առողջությունը կորցնելու համար։ Իսկ ես իմ անձի վերաբերյալ մի քանի խոսք ասեմ, որը վերաբերում է ներկա բացակա օդաչուներին։ Ես թռել եմ 5 տիպի ինքնաթիռների վրա։ Ղարաբաղին մասնակցած, Աֆղանստանի պատերազմի մասնակից են շատերը, բացի 13,000 ժամ օդում լինելով այդ 5 տիպի ինքնաթիռներով ինչ-որ իմ ազգին նպաստ են բերել, ես Հայաստանում կներեք անհամեստության համար ասեմ, որը իմ առողջության վրա է ազդել։ Հայաստանում ավիացիոն սպորտից ամենաառաջի ԽՍՀ սպորտի վարպետը ես եմ, ինձ բախտ վիճակվեց։ Ամենաբարձր թռիչքները 4000 մետրից ազատ անկումով մինչև 700 մետր վարչության վրա։ Ֆիգուրներ, բաներ ամեն ինչը կատարելու մրցումների ժամանակ։
այդ բոլորը օդաչուական կյանքը եւ իմ ազգին նվեր բերելով առաջի սպորտսմենը լինելով, իմ գլխուղեղը եւ լսողության վրա ազդել է, քանի որ հասկացող գրագետ մարդիկ գիտեն ինչպիսի արագությամբ ընկնում ես եւ ինչպիսի ազդեցություն է լինում թռիչքների վրա։ Քանի անգամ եք փրկել։ 7 անգամ։ Այսօր հորիսի 13-ին իմ տղաս դառնում է 53 տարեկան, նա մի օր ինձանից մեծ է։ Որտեղ 70 թվականի հուլիսի 14-ի առավոտը Միլլերովի վրա 2:18 խփում ենք իրա։ Ես գալիս եմ Լենինգրադից եւ Մոսկվայի ինչը։ 18 Միլլերովի վրա խփում ենք մի վարգյան դաշտում սպես ու տակից ես ցածրանում եւ կտրում եմ այս կիլը, ասենք կտրեմ նրա փորը։ Այնու մենք քնած քաղաքի վրա, հենգին 20 պակաս։ Աստրախանում 69 թվին 5 մետրի վրա ակրավները մտան մի մոտորի մեջ դասում։ Եվ կես մետրը մնացեք գետի խփի։ Այն բանի նման կրնեի։ Լոկոմոտիվի պես։ Եվ ամեն ինչը էլ չեմ ասում, որ դիսպեչերների երեսից իմ գերեզմանը Բաքվում պետք է մնար, մեր Սովետաշանի վրա պետք է մնար։ Դա Դավիթաշանի վրա, Խերսոնի վրա, եւ վերջի անգամ Տաշկենտը։ Ելի չոսած 74 թվականի առավոտը։ Տաշկենտի դիսպեչերը փախավ։ Ելի խփում ենք 10 մետրի վրա, ցածրանում ասում ու հերազաշնի։ 10 մետրի վրա անցել ենք։ Այսքան բանից հետո